ներկայացնենք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեզ որ արիտ ընձայեցիք այսօր ձեզի իմ մասից ասել և լացյալ ընկերներուս մասին։ Իմ անունը Զարուհի Համալյան, Սիրիահայ, Հալեբեն։ Մենք Հալեբի մեջ շատ լավ կյանք ունեինք, ինչպես որ գիտեք, քաղաքը քիչ մտակնովրայության մեջ է։ Ես եղած եմ 35 տարի Հոմուի ծառայած եմ, վարչական կյանքի աշխատանք տարած եմ և եղած եմ 12 տարի դիկնած անձնախումբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Հալեբի մեջ։ Ուրեմն մենք լավ միութենական կյանքի մեջ, լավ հոգևորական եկեղեցական կյանքի մեջ բոլոր մեր ավանդական առիթները շատ լավ իր օրին համաձայն թեման ճիշտ կբացատրենք և ճիշտ կգործենք։ Ուրեմն ամանորը կդոնեինք մեր քաղաքի մեջ բոլորս հարազատներով հավաքված զարդարուն տներու մեջ, դոնաձարի լույսերը վարած, առած սեղաններ, խնջույքի կվերածվեր, ուղղակի փոքրով, մեծով, երեցով, դարիքայով, մաղթանքներ կմաղթեինք իրարու, բայց որ այս 4-5 տարի է որ մեր քաղաքի ծանր պայմանները տագնապալի վիճակ մներ ժողովրդից, փորձեցին քաղաքեն դուրս ելնել, մեր հոգեվիճակը բավական քանդվեցավ, թիվով ներկայիս Հալեբի մեջ կա 12,000 հայ, որոնք ցավոք սրտի կրնան մսել, առիթը չեն կրնար որ ունենալ դուրս ելնելու իրենց փարոյական և նյութական դժվար պայմաններով, որոնք որ ելանք շնորհակալություն հայրենիքի, այսինքն ղեկավարներուն պետության, որ մեզի սրտապած ընդունեցին, որովհետև մենք սփյուռքի մեջ հայ պահպանման համար, հայ աշխունչի համար, Արարատ Մասիսի համար, այսինքն կյանք վարած ենք, մշակութային միութենական աշխատանքներ տարածենք, որ հայ մնա արաբ երկրի մեջ, որովհետև երբ Թուրքիայի քաղաքական եկած են մեր հայերը Սուրիան մեզի լայն թևերով ընդունած է հողի վրա։ Այստեղի մասին մի փոքր խոսենք, դուք ասիք, որ այնտեղ եկեղեցի եք, այս համայնքը գործում է եղել դուք եկեղեցին եք եղել։ Ինչ փոխվեց ձեզ համար այստեղ, ինչպես ընդգրկվեցիք այստեղի համայնքը։ Մենք Հալեբի համայնքս ժողովուրդը ամեն տեսական, ինչպես որսի, ամեն բան իր գարքին եկեղեցական ավանդության, այսինքն բادرակներու, մենք դիկնացս օրվա խորհրդի համաձայն հյուրասիրություններ գնայինք եկեղեցին արձակվող մեր հոգևորական բոլոր ժողովրդին։ Ուրեմն երբ բոլորս մեծամասնությունը հայրենիք եկանք, հասանք, հավաքվեցանք, որոշում արինք, որ եկեղեցի այցելենք և մեր հոգևորական կյանքը շարունակենք ծառայությունը Տերոջ տունի համար, Տերոջ հոգին համար, ուզեցինք Աստվածազորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և հավաքված էինք, շնորհակալություն Տեր Գրիգոր Գրիգորյանի, որ մեզի համեստորեն ընդունեց և առաջարկեց, որ գրնակ սիրիահայերը շաբաթը մի անգամ եկեղեցական Աստվածաշնչի մեկնաբանության խորհուրդ տալ բոլորին հոգևոր, այսինքն խաղաղություն զգան բոլոր դիկինները և որոշեք դիկնած հանձնախումբը։ Դիկնած հանձնախումբը որոշվեցանք 13 ընկերներով, բոլոր ներկաներու համացանությամբ անարժանապար գսեմ, որ դիկնացի ադենաբեդուհի եմ, շնորհակալություն ընկերներս, որ ինձ այդ, այսինքն թիվանի արժանիքը դրեցան, կփորձենք, որ նույն Հալեբի մեր ավանդությունը շարունակել հոս։ Շատ մարիտներ անցյալին Հարության դոնի արտիվ նախավես Զարգազարդի դոնը Զորավար Սուրբ Աստվածած եկեղեցի մեր դիկնացը որոշում արինք, որ սիրուն մոմեր զարդարենք, ցերային աշխատանք տարենք, աշխատանք ընկերուհիները բոլոր միադեղ հավաքվելով և Զարգազարդի օրը վաճառեցինք, այսինքն այդ մոմի խորհուրդը ես կխորհրդանշեմ, որ Տերոջը լույսը ամեն մեկ փոքրիկ իմանա և դուն դանի մեծը բացատրե երեխային, որ ինչ է այդ մոմին, այսինքն թեմայի արժեքը։ Եթե համեմատելու լինենք ձեզ եկած օր այսօրվա հետ կա տարբերություն, այսինքն արդեն հարմարվել եք, արդեն գտնում եք ձեր սերունդը։ Կփորձենք, որ հարմարվիլ, երկրին պայմաններուն հարմարվիլ, բայց հավատացեք կսեմ, մենք Սիրիա ամենևին ամբողջովին կրնամսել շատ ավելի հանգիստ, շատ ավելի ուրախ, շատ ավելի կորձ ունեցող ընտանիքներ էինք, այսինքն չի չարպազանցեմ,
ես 3 դունկ ունիմ, այսինքն հիմա ոստեղը բարձվոր, որ գնստիմ, որ ինձ համար շատ դժվար է, մեր սիրիական փողը, որ իջավ քինա, այսինքն դոլարի վերածիրով, որ շատ թանկ է մեզի համար, եւ ցավոք սրտիկ, երբ որ սիրիացի տեսնես, սիրիացիները հարուստ են, ոսկիներ ունեն գսեն, բայց բոլորը 5 տարվա մեջ երբ որ փորձ չունես, բոլորը գվատնես որ եւ գողոպտվինք որ մենք ոնդեղը ամուսինս 1400 մետրի ավելի մեծ գարաժ ունի եւ այդ ամբողջ գողոպտվեցավ դժվար է մեզ համար Հուսանք հուսանք մի տխրեք հուսանք Դա